Մեր շուկայում հայտնվել են կոնֆետներ, կեղծ ապրանքանիշով և սննդի անվտանգության խախտված նորմերով։ Դիտեք տեսանյութը և կհամոզվեք, որ տարածքը, որտեղ քաղցրավենիք են արտադրել, նույնիսկ կոշիկի արտադրության համար է անպետք։ Սկյուռիկ կոնֆետ 100 միլիոն տոկոսով չի արտադրվել այստեղ։ Սկյուռիկ չի արտադրել, սակայն սկյուռիկի կեղծված ապրանքանշանը հենց գործարանում է, եթե իհարկե կարելի է սա գործարան համարել։ Արարատ, այդպես է կոչվում այն ընկերությունը, որն այսպիսի կեղտոտ կաթսաների մեջ եւ կեղտոտ սարքավորումների օգնությամբ կոնֆետ է արտադրում։ Այս արտադրամասում պետք է արգելվեր անգամ կոշիկի արտադրությունը, էլ ուր մնաց սնունդը արտադրել, այն էլ երեխաների համար։ Եթե սանիտարահիգիենիկ վիճակը վատ է, եթե այդտեղի արտադրողները վաճառողները համապատասխան ստուգումներ բժշկական չեն անցնում, դրանք կարող են դառնալ ուղղակի վարակի աղբյուր։ Պայքարում ենք ներկրված անորակ սննդի դեմ, սակայն հենց Հայաստանում մեր հայրենակիցները կարծես դիտավորյալ փորձում են վնասել մեր հասարակության, հատկապես երեխաների առողջությանը, ասում է Աբգար Եղոյանը։ Արարատ ընկերությունը փաստորեն խախտում է սննդի անվտանգության նորմերը եւ սպառողին գեղեցիկ փաթեթավորման ներքո առաջարկում է հակահիգիենիկ եւ պոտենցիալ վտանգավոր սննդամթերք։ Դեպքեր են եղել, որ երեխեքի մոտ համարյա թույնավորման պահ է եղել։ Սպառողը պիտի առաջին հերթին ինքը իրեն հաշիվ տա, թե իր երեխայի իրեն համար ինչ է գնում։ Արարատ ընկերությունն այս դեպքում խախտում է ոչ միայն սպառողի, այլ նաև այն արտադրողների իրավունքները, որոնց ապրանքանիշերը կեղծել է, քանի որ Արարատում հայտնաբերվել է հայտնի ընկերությունների հայտնի ապրանքանիշերի ապօրինի տարբերակները։ Արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի սեփականատերը իրավունք է ստանում ցանկացած երրորդ անձի արգելել իր գործունեության ընթացքում օգտագործելու գրանցված ապրանքային նշանը։ Այսինքն, եթե անձը ունի իր անվամբ արդեն իսկ գրանցված ապրանքային նշան, նա կարող է ցանկացած անձի արգելել, որպեսզի ցանկացած ձևով, այդ թվում վաճառքի, արտահանման, ներմուծման կամ այլ առաջարկի ձևով, որևէ ձևով տնտեսական շրջանառության մեջ մտցնել այդ ապրանքային նշանի։ Ուշագրավ է այն, որ ըստ օրենքի ապրանքային նշանի սեփականատերը պետք է հայտնաբերի եւ կանխի ապօրինությունը, իսկ խոշոր վնասի դեպքում դիմի դատարան։ Այս ընկերության պատկերը հիշեցնում է խորհրդային տարիների հակահիգիենիկ հանրակացարանները ու հարց է առաջանում այս հին լոգարանում ընկերության աշխատակիցներն են լողանում, թե կոնֆետ են արտադրում։ Ու այս ամենը հուշում է, որ նույն ընկերության տերն ու աշխատակիցները հաստատ իրենց սեփական երեխաներին թույլ չեն տա ուտել Արարատի ոչ մի նորմի չհամապատասխանող պայմաններում արտադրված ռուշակեղենը։ Հարություն Մինասյան, Լրաբեր։ Ով է հսկում Հայաստանում սննդի անվտանգությունը եւ ինչու է այն այսքան շատ խախտվում։ Արարատ ընկերությունը խախտում է ոչ միայն սպառողի, այլև արտադրողի իրավունքը, կեղծելով նաեւ ապրանքանիշները։ Սկյուռիկ կոնֆետ 100 միլիոն տոկոսով չի արտադրվել այստեղ։ Սկյուռիկ չի արտադրվել, սակայն սկյուռիկի կեղծված ապրանքանշանը հենց գործարանում է, եթե իհարկե կարելի է սա գործարան համարել։ Արարատ, այդպես է կոչվում այն ընկերությունը, որն այսպիսի կեղտոտ կաթսաների մեջ եւ կեղտոտ սարքավորումների օգնությամբ կոնֆետ է արտադրում։ Այս արտադրամասում պետք է արգելվեր անգամ կոշիկի արտադրությունը, էլ ուր մնաց սնունդ արտադրել, այն էլ երեխաների համար։ Սանիտարական նորմերի կոպիտ խախտումներով արտադրված սնունդն օգտագործելու դեպքում աղիքային վարակն անխուսափելի է, ասում են մասնագետները։ Եթե ասենք լավ չի մաքրվում, եթե սանիտարահիգիենիկ վիճակը վատ է, եթե այդտեղի արտադրողները վաճառողները համապատասխան ստուգումներ բժշկական չեն անցնում, իսկ հիմա հազար ու մի ուրեմն համաճարակների հետ կապված նախազգուշացումներ են կատարում, չէ՞, այդ խոզի գրիպի հետ կապված ու էլի դրանք կարող են դառնալ ուղղակի վարակի աղբյուր։ Պայքարում ենք ներկրված անորակ սննդի դեմ, սակայն հենց Հայաստանում մեր հայրենակիցները կարծես դիտավորյալ փորձում են վնասել մեր հասարակության, հատկապես երեխաների առողջությանը, ասում է Աբգար Եղոյանը։ Արարատ ընկերությունը փաստորեն խախտում է սննդի անվտանգության նորմերը եւ սպառողին գեղեցիկ փաթեթավորման ներքո առաջարկում հակահիգիենիկ եւ պոտենցիալ վտանգավոր սննդամթերք։ Խանութից գնում են կոնֆետներ, լինում են շատ ծանոթ ֆիրմայի թղթերով, պիտակները նույնը, բայց մեջինը չի համապատասխանում։ Մի անգամ լինում է որակով, իսկ մյուս անգամ ոչ։ Դեպքեր են եղել, որ երեխեքի մոտ համարյա թույնավորման պահ է եղել։ Առնում ենք թուղթը ծանոթ ալնում, բայց բացում ենք մեջտեղ լրիվ կեղտ ալնում։ Սպառողը պիտի առաջին հերթին ինքը իրեն հաշիվ տա, թե իր երեխայի իրեն համար ինչ է գնում։ Արարատ ընկերությունն այս դեպքում խախտում է ոչ միայն սպառողի, այլ նաև այն արտադրողների իրավունքները, որոնց ապրանքանիշերը կեղծել է, քանի որ Արարատում հայտնաբերվել է հայտնի ընկերությունների հայտնի ապրանքանիշերի ապօրինի տարբերակները։ Արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի սեփականատերը իրավունք է ստանում
ցանկացած երրորդ անձի արգելել իր գործունեության ընթացքում օգտագործելու գրանցված ապրանքային նշանը։ Այսինքն, եթե անձը ունի իր անվամբ արդեն իսկ գրանցված ապրանքային նշան, նա կարող է ցանկացած անձի արգելել, որպեսզի ցանկացած ձևով, այդ թվում վաճառքի, արտահանման, ներմուծման կամ այլ առաջարկի ձևով, որևէ ձևով տնտեսական շրջանառության մեջ մտցնել այդ ապրանքային նշանի։ Բացարձակ սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության դեպքում ուղղակի վտանգավոր է այդպիսի ապրանք վաճառելը։ Մենք մի քանի տարիներ է անգամ խոսում ենք ներկրվող, չգիտեմ, թուրքական այլ ապրանքներից, մենք ասում ենք, որ մեր երեխաներին թունավորում են, բայց ինչ է, մեր հայրենակիցները թունավոր են մեր երեխաներին։ Գտնում եմ, որ դա միանշանակ անընդունելի է եւ նման արտադրությունները բնականաբար պիտի փակվեն։ Փակել այդպիսի ընկերությունները ըստ Աբգար Եղոյանի դա է խնդրի դեմ պայքարելու միակ մեխանիզմը, հատկապես այս դեպքում, երբ Արարատն իրականացրել է քրեորեն պատժելի արարք։ Ներկայումս իհարկե շատ դեպքեր կան, որ շուկայում առկա է ինչպես կոնտրաֆակտային նշաններով ապրանքներ, այնպես էլ կեղծ ապօրինի օգտագործվող ապրանքային նշաններ։ Ուշագրավ է այն, որ ըստ օրենքի ապրանքային նշանի սեփականատերը պետք է հայտնաբերի եւ կանխի ապօրինությունը, իսկ խոշոր վնասի դեպքում դիմի դատարան։ Թերևս օրենքի այդ դրույթն է պատճառը, որ պատասխանատուներն այս առնչությամբ զբաղված են աչքակապությամբ, որովհետեւ Արարատը գրանցված ընկերություն է, այսինքն օրինական կերպով առանց խոչընդոտի վնասում է սպառողի առողջությանը։ Այս ընկերության պատկերը հիշեցնում է խորհրդային տարիների հակահիգիենիկ հանրակացարանները, ու հարց է առաջանում այս հին լոգարաններում ընկերության աշխատակիցներն են լողանում, թե կոնֆետ են արտադրում։ Ու այս ամենը հուշում է, որ նույն ընկերության տերն ու աշխատակիցները հաստատ իրենց սեփական երեխաներին թույլ չեն տա ուտել Արարատի ոչ մի նորմի չհամապատասխանող պայմաններում արտադրած հրուշակեղենը։ Ստեփանավան Սկյուրիկ կոնֆետ 100 միլիոն տոկոսով չի արտադրվել այստեղ։ Սկյուրիկ չի արտադրել, սակայն սկյուրիկի կեղծված ապրանքանշանը հենց գործարանում է, եթե իհարկե կարելի է սա գործարան համարել։ Արարատ այդպես է կոչվում այն ընկերությունը, որն այսպիսի կեղտոտ կաթսաների մեջ եւ կեղտոտ սարքավորումների օգնությամբ կոնֆետ է արտադրում։ Այս արտադրամասում պետք է արգելվեր անգամ կոշիկի արտադրությունը, ելուր մնաց սնունդ արտադրել այն էլ երեխաների համար։ Սանիտարական նորմերի կոպիտ խախտումներով արտադրված սնունդն օգտագործելու դեպքում աղիքային վարակն անխուսափելի է, ասում են մասնագետները։ Եթե ասենք լավ չի մաքրվում, եթե սանիտարահիգիենիկ վիճակը վատ է, եթե այդտեղի վաճառողները համապատասխան ստուգումներ բժշկական չեն անցնում, իսկ հիմա հազար ու մի ուրեմն համաճարակների հետ կապված նախազգուշացումներ են կատարում, չէ՞, այդ խոզի գրիպի հետ կապված ու էլի դրանք կարող են դառնալ ուղղակի վարակի աղբյուր։ Պայքարում ենք ներկրված անորակ սննդի դեմ, սակայն հենց Հայաստանում մեր հայրենակիցները կարծես դիտավորյալ կերպով փորձում են վնասել մեր հասարակությանը, մասնավորապես երեխաների առողջությանը, ասում է Աբգար Եղոյանը։ Արարատ ընկերությունը փաստորեն խախտում է սննդի անվտանգության նորմերը եւ սպառողին գեղեցիկ փաթեթավորման ներքո առաջարկում է հակահիգիենիկ եւ պոտենցիալ վտանգավոր սննդամթերք։ Խանութից գնում են կոնֆետներ, լինում են շատ ծանոթ ֆիրմայի թղթերով, պիտակները նույնը, բայց մեջինը չի համապատասխանում։ Մի անգամ լինում է որակով, իսկ մյուս անգամ ոչ։ Դեպքեր են եղել, որ երեխեքի մոտ համարյա թույնավորման պահ է եղել։ Առնում ենք թուղթը ծանոթ ալնում, բայց բացում ենք մեջտեղ լրիվ կեղտ ալնում։ Սպառողը պիտի առաջին հերթին ինքը իրեն հաշիվ տա, թե իր երեխայի իրեն համար ինչ է գնում։ Արարատ ընկերությունն այս դեպքում խախտում է ոչ միայն սպառողի, այլև այն արտադրողների իրավունքները, որոնց ապրանքանիշերը կեղծել է, քանի որ Արարատում հայտնաբերվել է հայտնի ընկերությունների հայտնի ապրանքանիշերի ապօրինի տարբերակներ։ Արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի սեփականատերը իրավունք է ստանում ցանկացած երրորդ անձի արգելել իր գործունեության ընթացքում օգտագործելու գրանցված ապրանքային նշանը։ Այսինքն, եթե անձը ունի իր անվամբ արդեն իսկ գրանցված ապրանքային նշան, նա կարող է ցանկացած անձի արգելել, որպեսզի ցանկացած ձևով, այդ թվում վաճառքի, արտահանման, ներմուծման կամ այլ առաջարկի ձևով, որևէ ձևով տնտեսական շրջանառության մեջ մտցնել այդ ապրանքային նշանի։ Բացարձակ սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության դեպքում ուղղակի վտանգավոր է այդպիսի ապրանք վաճառելը։ Մենք մի քանի տարիներ է անգամ խոսում ենք ներկրվող, չգիտեմ, թուրքական այլ ապրանքներից, մենք ասում ենք, որ մեր երեխաներին թունավորում են, բայց ինչ է, մեր հայրենակիցները թունավոր են մեր երեխաներին։ Գտնում եմ, որ դա միանշանակ անընդունելի է եւ նման արտադրությունները բնականաբար պիտի փակվեն։
Փակել այդպիսի ընկերությունները ըստ Աբգար Եղոյանի դա խնդրի դեմ պայքարելու միակ մեխանիզմն է, հատկապես այն դեպքում, երբ Արարատն իրականացրել է քրեորեն պատժելի արարք։ Ներկայումս իհարկե շատ դեպքեր կան, որ շուկայում առկա է ինչպես կոնտրաֆակտային նշաններով ապրանքներ, այնպես էլ կեղծ ապօրինի օգտագործվող ապրանքային նշաններ։ Ուշագրավ է այն, որ ըստ օրենքի ապրանքային նշանի սեփականատերը պետք է հայտնաբերի եւ կանխի ապօրինությունը, իսկ խոշոր վնասի դեպքում դիմի դատարան։ Թերևս օրենքի այդ դրույթն է պատճառը, որ պատասխանատուներն այս առնչությամբ զբաղված են աչքակապությամբ, որովհետեւ Արարատը գրանցված ընկերություն է, այսինքն օրինական կերպով առանց խոչընդոտի վնասում է սպառողի առողջությանը։ Այս ընկերության պատկերը հիշեցնում է խորհրդային տարիների հակահիգիենիկ հանրակացարանները ու հարց է առաջանում։ Այս հին լոգարաններում ընկերության աշխատակիցները լողանում են, թե կոնֆետ են արտադրում։ Ու այս ամենը հուշում է, որ հաստատ նույն ընկերության տերն ու աշխատակիցները իրենց սեփական երեխաներին թույլ չեն տա ուտել Արարատում արտադրված եւ ոչ մի նորմին չհամապատասխանող նման հրուշակեղեն։